Մի փոքր առաջ Նիկոլ Փաշինյանն այստեղ հպարտանում էր, որ վիզերի ուղղություններն ավելացել են։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4.5 միլիարդ էր տրամադրել Fly Arna-ն ավիաընկերությունը ստեղծելու համար, Fly Arna կազմակերպությունը տապալվել է եւ հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ ուղղակի մսխվել է։ Դա էլ հերիք չէ, Հայաստանի Հանրապետությանը դատի են տվել եւ Air Arabian, որ մաս էր կազմում այս Fly Arna կազմակերպությանը, իրենց պնդմամբ եղել են որոշակի խոստումներ Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնք չեն իրականացվել եւ այդ հիմքով էլ Հայաստանի Հանրապետությանը դատի են տվել։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է Եվրոպական միության ավիացիոն սև ցուցակում։ Եվ մեղմ ասած, այդքան էլ տպավորիչ չէ, որ գալիս այստեղից այս ամեն ինչի ֆոնին խոսում եք վիզերի մի քանի ուղղություններ ավելացման մասին, այն էլ այն դեպքում, եթե չեմ սխալվում, որ կառավարությունը թռիչքների սուբսիդավորում է իրականացնելու։ Եվ այստեղ էլ հարց է առաջանում, ընդհանրապես այդ գումարը ավելի լավ էր տրվեր մեկ այլ ոլորտի, չգիտեմ, նույնիսկ թոշակների բարձրացման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, թե ուղղությունների վրա։ Եվ հետո կոռուպցիայի մասով այստեղ մի շատ ուրախանալու ինչ առիթ կա, որ մեդիայում դա տարածվում է։ Խնդիրը ոչ թե պետք է լինի, որ դա հրապարակային կա ու մենք դրանից մեզ լավ զգանք, պետք է խնդիրը ձեր առջև դրված լինի, որ այդ կոռուպցիոն խնդիրները լուծվեն, բացահայտվեն կոռուպցիոներները, բայց ամեն անգամ այստեղից հարց հնչեցնելուց հետո եւ որևէ հետևանք չի լինում։ Բայց իմ հիմնական խնդիրը ես վերադառնալու եմ իմ գործընկերոջ հարցին, թաղապետի քաղաքացու ծեծի դեպքն է։ Դուք իրավական բան եք ասում, եք դատախազ կա, քննչական կա, թող գնան զբաղվեն։ Բայց դուք այդ դեպքից հետո քաղաքական պատասխանատվության որևէ խնդիր չեք տեսնում։ Իրավականն ասում եք, բա քաղաքական պատասխանատվությունը։ Այդ դեպքում ուրեմն դուք նորմալ եք համարում, որ քաղաքական, այսինքն թաղապետը քաղաքացուն ծեծելուց հետո կարող է շարունակել մնալ որպես թաղապետ, բայց այստեղ քաղաքական պատասխանատվության խնդիր դուք այստեղ չեք տեսնում։ Արդյոք կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ դադարի կրկնել հարգելի գործընկերներ, որ լավ կլինի, որ մենք բոլորս որևէ բանի մասին խոսելիս վստահ լինենք, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։ Մասնավորապես խոսելով վիզեր ավիաընկերության կատարած հայտարարության մասին, դուք ասում եք, որ լավ կլիներ այդ գումարները տալ թոշակներին, մինչդեռ չեք արձանագրում, որ վիզեր ավիաընկերության այս հայտարարությունը նշանակում է, որ հանրապետության ամենատարբեր մարզերում, Երևան քաղաքում, տուրիզմի ոլորտում կատարված միլիարդավոր դրամների ներդրումները արդարանում են, եւ վիզեր ընկերությունը տուրիստ բերող ընկերություն է Հայաստանի Հանրապետություն, որի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները աճելու են եւ որի արդյունքում մենք այդ թվում թոշակները մնացած պետական ծախսերը ավելացնելու հնարավորություն ենք ունենում։ Էլ չեմ ասում, որ ձեր գործընկերները ժամանակ առ ժամանակ խոսում են, բա Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումները, սա ուղիղ ոչ միայն Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումը, այլև սա միջազգայինորեն այդ ոլորտի ամենահեղինակավոր բրենդի կողմից ազդակա միջազգային հանրությանը, որ Հայաստանը ներդրումներ անելու, տնտեսական գործունեություն ծավալելու շատ լավ տեղ է։ Երկրորդը անիվի հետ կապված, այո, ես չեմ դադարի ասել եւ պնդում եմ, որ այո, մենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկել ենք եւ ձեռնարկում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդելու այլ ընտրանքային եւ մատչելի եղանակներ ձևավորվեն։ Այդ առավոտի ծիրիկուն խոսում եք բանի մասին։ Առավոտից իրիկուն խոսում եք եւ մենք էլ ենք խոսում գների թանկացման մասին։ Դե եկեք գնանք նայենք Հայաստանում ավիատոմսերի գների դինամիկան վերջին 10 տարվա ընթացքում։ Բա այդ քաղաքացու գրպանի, չի։ Դուք ասում եք 4.2 միլիարդ դրամ տվել է Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեն կրկնապատկվել է եւ 4.2 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ապօրինի բռնագանձված գույքերի եւ հարակից մեխանիզմների գործադրման 5 միլիարդ դոլարից ավելի գույք, որ այսօր պետք է մնար տարբեր կոռուպցիոներների գրպանում, այսօր ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ վերաբերվում է մնացածին, այդ նաեւ
կոռուպցիայի դեմ պայքարը ո՞նց է։ Առաջին կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն կետերից մեկը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկումն է։ Կոռուպցիայի դեպքերի այդ բաները լուսարձակները, որ Հայաստանում այդքան բան են սփռված են կառավարության քաղաքականության շնորհիվ։ Չհասկացա, այդ արդեն ձեզ համար այդեն սովորական բան է, հա։ Հայաստանը որևէ ցուցանիշով աշխարհում 34-րդ տեղն է, եւ դա հա ինչ ա եղել որ։ Հա դե բա ինչ ա եղել թողելներ։ Ինչ վերաբերվում է նորքի դեպքին, ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս, ասում եմ անընդունելի է ինձ համար։ Դրա շուրջ վարչական որոշումներ պետքա լինեն, թե չլինեն։ Ես նախընտրում եմ, որ նախ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր, եւ ես նախընտրում եմ, որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի, մեր հարգելի գործընկերներին եւ մեր դիրքորոշումները արտահայտենք։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ ընդ որում ես իմանալով նաեւ Հանրապետություն կուսակցության արժեհամակարգը, ես համոզված եմ, որ օրինակ եթե մեկը ասի, որ Հանրապետություն կուսակցությունը այս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ եւ դրանից պետքա բխեն կոնկրետ հետևանքներ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Ընդ որում, գիտեք ինչ, բոլորս մարդիկ ենք եւ կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել եւ այլն, ես չեմ ուզում որևէ, բայց կա որոշակի կանոն, ի վերջո մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ սրանից բխող բոլոր հետևանքներով։